Բողոսի առաջին առաքելական ճամփորդությունը ավարտած է եւ նոր եկեղեցին գտիմակրավե իր առաջին մեծ ճգնաժամը։ Երուսաղեմի մեջ շատ նոր քրիստոնյաներ նախկին փարիսեցիներն են, անոնք կգարձեն, որբեսի հետանոսները եկեղեցի կան, անոնք նույնպես պետք է ապրին Մովսեսի օրենքին համաձայն, մասնավորապես թլփատվին եւ հadouk ուդելիք ուդեն։ Անշուշտ իսկական խնդիրը օրենքն է շնորհքին թեմ։ Ինչ պետք է անենք, որ փրկվենք։ Անիգա փուրն քննարկումներ հարաճացուց եկեղեցական տարեշրջանին այս կարևոր ժամանակամիջոցին։ Ինչ է ավետարանը։ Ավետարանին էական ճշմարտությունը Դեր Հիսուս Քրիստոսի մահը, թաղումը եւ հարությունն է։ Ինչ պետք է անես փրկվելու համար, ոչինչ ավելին կամ բագաս, քան հավատալ այս կարևոր ճշմարտության։ Հակառակ այսօրվա, երբ մարդիկ կուրանան Հիսուս Քրիստոսի մասին այս փաստերը, այդ օրը ավելի քան 500 մարդ տեսան հարություն արած Քրիստոսը միևնույն ժամանակ։ Ոչ ոք ուրացավ ադիգա։ Բայց ինչպես պետք է մեկնաբանենք այս փաստերը, արդյոք Հիսուս մերավ քո մեղքերուդ համար։ Ինչ պատահեցավ խաչին վրա։ Քրիստոսի գադարած գործը բավարար է քեզ փրկելու համար։ Արդյոք գարիք ունիս ձեզ անցնելու, որ փրկվիս։